Լսել եմ, որ փորի վրա պառկած քնելու սովորությունը կարող է վատ հետևանքներ ունենալ սեռական կարողության վրա։ Դա ճիշտ է։ Որպես կանոն, քնի դիրքը իհարկե կարող է ազդեցություն թողնել սեռական առողջության վրա, իսկ փորի վրա պառկած և պարբերաբար այդպես քնելու պարագայում, այո, սեռական առողջությունը կարող է խաթարվել։ Բացատրեմ ինչու։ Բանն այն է, որ պառկած ժամանակ սեռական օրգաններում արյունամատակարարումը կարող է խանգարվել, եթե այն տեղի ունենում նույն դիրքով և տևական ժամանակ։ Փորի վրա պառկած լինելու դեպքում իհարկե խաթարվում է սեռական օրգաններում արյան շրջանառությունը, որը վաղ թե ուշ կարող է առաջացնել գանգատներ։ Գանգատներից մեկը հաճախ նկատվող պոտենցիայի խանգարումն է։ Մասնավորապես, խնդիրը ավելի է արտահայտիչ դառնում, երբ տղամարդը վարում է սակավաշարժ կենսակերպ։ Հատկապես այս խնդրով տառապում են այն տղամարդիկ, ովքեր սովորություն ունեն սնունդը ընդունելուց անմիջապես հետո պառկել և այդպես երկար մնալ, մասնավորապես փորի վրա։ Եվ այդ իսկ առումով պետք է հաշվի առնել նաև այն, որ խնդիրը կարող է բարդանալ, եթե ժամանակի ընթացքում տղամարդու մոտ նաև կան այլ տեսակի խնդիրներ սեռական օրգաններում, մասնավորապես բորբոքային գործընթացներ։ Ինչ է պետք նկատի ունենալ։ Նախ սնունդը ընդունելուց հետո, մասնավորապես մեր օրերում, անմիջապես սնունդը ընդունելուց հետո ոչ թե պետք է պառկել, այլ ցանկալի է կամ քայլել, կամ էլ գոնե մնալ նստած, բայց ոչ պառկել, հատկապես փորի վրա։ Երկրորդը, մեր օրերում հատկապես նկատելի է պառկած աշխատել համակարգչով կամ օրինակ հեռախոսով, սա նույնպես ստեղծում է համապատասխան իրավիճակ, առավել ևս, եթե դա կատարվում է փորի վրա։ Հետևաբար, իհարկե պետք է հաշվի առնել և խուսափել նման իրավիճակներից։ Ինչ է պետք անել։ Նախ նկատի ունենալ, որ պարբերաբար պետք է կատարել կքանիստ, եթե տղամարդը վարում է նստակյաց կենսակերպ։ Կքանիստը լավացնում է արյան շրջանառությունը սեռական օրգաններում։ Եթե նկատվում է արդեն սեռական խնդիր, իհարկե դիմել մասնագետի, եթե ժամանակի ընթացքում խնդիրը չի անցել։ Եվ անհրաժեշտության դեպքում արդեն բժիշկ սեքսոպաթոլոգը նշանակում է համապատասխան հետազոտություններ խնդրի այլ գործոնները բացահայտելու համար։